2025 թիվ, երրորդ անգամ այցելում եմ Հայաստան ընտանիքիս հետ նշելու այս անգամ նոր տարին։ Ավելի շուտ մարտին տատիկս դարձել էր 86 տարեկան։ Ով կմտածեր, որ դա վերջին ծննդյան օրն է, իսկ այս անգամ վերջին նոր տարի։ Նոր տարի է։ Ռուսաստանից ժամանել է հորեղբայրս ընտանիքով, որդիների, թոռնիկների հետ։ Տատիկս երջանիկ է։ Մեր տանը ուրախություն է։ Նվագում ենք, երգում, պարում, բարեմաղթանքներ ասում իրար։ Թոռնիկներով շրջապատված։ Առատ սեղանների շուրջ անցկացնում ժամանակը, նստում ժամերով մինչև գիշերվա 2-ը, երեխաների հետ զբաղվում, նրանց սեր տալիս, սեր առնում, նկարում ենք, խաղեր խաղում, կիսում իրար հոգս ու ուրախություն։ Երեխաների աղմուկը լցնում է տունը ջերմությամբ, խոհանոցում ևս է, շարունակ հյուրեր ենք ունենում, այցելություններ կա, իսկ դրսում իսկական ձմեռ է, բայց շատ լուսավոր է, չէ՞ որ տանը ջերմ է։ Այո, ջերմ, լուսավոր, սիրող անկյուն, մեծից փոքր, բոլորիս համար։ Փոքրիկ Նանեն մեզ վարակում է իր ոգևորվածությամբ։ Երկնքում հրավառություն է, սրտում ջերմություն։ Ծագում է գաղափար, այս միասնությունը պետք է արձանագրել։ Չէ՞ որ մոտենում է ժամանակը, երբ շուտով պետք է վերադառնամ Լիբանան, իսկ հորեղբայրս նույնպես ընտանիքով վերադառնալու է Ռուսաստան։ Անտեսում եմ երեխաների խանգարելու գաղափարը, չէ՞ որ նրանք կարող են օգնել, ոչ թե խանգարել։ Հրավիրում եմ բոլորին մասնակցելու մեր ընտանիքի ծառը նկարելուն։ Սա ոչ թե տոհմածառ է, այլ ընտանիքի միասնության խորհրդանիշ։ Գուցե հենց տատիկիս խորհուրդն է, այն մեկի, ով բոլորիս միասնական է պահում, այն մեկի, ով բոլորին իր թևերի տակ էր հավաքում։ Դալար ճյուղերդ աշխարհով սրբրած ապրում էր դու սիրտդ մեզ տված, սերդ հասնում էր սնում ճյուղերդ ու չէին ազդում մեզ տարիները, մանուկ էինք մենք հովանու նված։ Այո, տատիկս կտավի վրա նկարեց գիրք, այն զենքը, որով կրթել է բազում սերունդների, փոքրից մինչև մեծ։ Հիմա հերթը փոքրիկներինն է, շարունակելու այդ նույն ուղին, կրթությամբ, գիտությամբ, համերաշխությամբ, կապույտ խաղաղ երկնքի ներքո, սիրով, որպես մի մեծ ընտանիք, որ արդեն իր պտուղներն է տալիս։ Ահա ծառը պատրաստ է, իսկ ես չեմ պատկերացնում, որ սա վերջին օրն է, վերջին երեկոն անցկացրած տատիկիս հետ, ֆիզիկապես նրա ներկայությամբ։ Տատիկ, շնորհակալ ենք, որ այս ծառի մի ճյուղն էլ մենք ենք, խոստանում ենք, շարունակենք կանգուն պահել ծառը, աճեցնել, բազմապատկել պտուղները, սիրով ու համերաշխությամբ։